Հզոր աղոթք։ Սաղմոսներ 91, 23, 27, 121, 46, 18, հզոր աղոթք, բոլոր չար կապերը քանդելու համար։ Երբ զգացել եք, որ անկախ նրանից, թե որքան եք փորձում, ինչ-որ անտեսանելի բան ձեզ ներք է քաշում, կարծես խաղաղությունը անհետանում է ոչ մի տեղից, քունը չի գալիս, դռները փակվում են, ձեր սիրտը ծանր է զգում առանց բացատրության։ Կարծես հոգոր ծանրություն կա, որը խանգարում է ձեզ առաջ շարժվել, բարգավաճել, երջանիկ լինել, կարծես ամեն անգամ, երբ փորձում եք մի քայլ առաջ անել, ինչ-որ բան ձեզ երկու քայլ հետ է մղում, կարծես անտեսանելի, բայց շատ իրական ուժ է աշխատում ձեր դեմ, ձեր երազանքների, ձեր ընտանիքի, ձեր առաջընթացի դեմ։ Այսօր դուք այս տեսանյութը չեք ավարտի այնպես, ինչպես սկսել եք, այսօր ինչ-որ բան կփոխվի ձեր հոգոր կյանքում, որովհետև մենք աղոթելու ենք ուժեղ, հզոր աղոթք հիմնված Աստծո հավերժական խոսքի վրա, խնդրելով ամենակարող Տիրոջը խզել յուրաքանչյուր չար կապ, յուրաքանչյուր բացասական հոգոր կապ, յուրաքանչյուր դիվային ճնշում, յուրաքանչյուր թունավոր նետ, որը նետվել է ձեր կյանքի, ձեր ընտանիքի, ձեր տան, ձեր ամուսնության, ձեր ֆինանսների, ձեր առողջության, ձեր ապագայի դեմ։ Մինչ սկսելը, ուզում եմ, որ դուք խորը շունչ քաշեք հենց հիմա։ Խորը շնչեք։ Դանդաղ արտաշնչեք։ Ձեր անկեղծ հավատքը վերածեք իրական գործողությունների, մնացեք ինձ հետ մինչ այս հզոր աղոթքի ավարտը։ Այս աղոթքում ձեր հետողականությունը ձեր հաղթանակի հիմնարար մասն է կազմում։ Աստծուն փնտրելու ձեր համառությունը ձեր իսկական հավատքի կենդանի ապացույցն է։ Այսպիսով, եկեք միասին փնտրենք այն ազատագրումը, որը միայն Աստված կարող է տալ։ Եկեք միասին աղաղակենք այն ազատագրման համար, որը միայն Հիսուսի անունն է կարող ապահովել։ Եկեք միասին հոգոր ոլորտում կոտրենք այն, ինչը ձեզ գերի է պահել բնական աշխարհում։ Սիրելի Հայր, հավիտենական Աստված, երկնքի երկրի արարիչ, տեսանելի անտեսանելի ամեն ինչի արարիչ, երկնային զորքերի Տեր, թագավորների թագավոր տերերի Տեր, մենք այստեղ չենք ունայն հետաքրքրասիրությունից դրդված։ Մենք այստեղ չենք դատարկ անզոր կրոնական ավանդույթից դրդված։ Մենք այստեղ պարզապես մեխանիկական ծես չենք կատարում։ Մենք այստեղ ենք իրական անհապաղ կարիքից դրդված, անկեղծ հավատքից դրդված, իսկական ազատության խորը ծարավից դրդված։ Քո սուրբ խոսքը Սաղմոսներում հայտարարում է, որ նա, ով բնակվում է Բարձրյալի ապաստանի տակ, կհանգստանա Ամենակարողի ստվերում։ Նա, ով Տիրոջը դարձնում է իր ապաստանը, ոչ մի չարիքից չի վնասվի։ Եվ հենց այս աստվածային ապաստանի, այս գերբնական անվտանգության վայրի, այս երկնային պաշտպանության վայրի մեջ ենք մենք հիմա մտնում։ Տեր, մենք խոնարհաբար ընդունում ենք, որ առանց քեզ ոչինչ չենք կարող անել։ Առանց քո ակնհայտ ներկայության կյանքը անիմաստ է։ Առանց քո անսահմանափակ զորության մենք թույլ խոցելի ենք։ Առանց քո անարժան շնորհի մենք կորած անհույս ենք։ Այսպիսով մենք ներկայանում ենք քո առջ խորը խոնարհությամբ, անկեղծ երկյուղածությամբ, սրտից եկող իսկական երկրպագությամբ։ Եթե կարող եք հենց հիմա, մի քանի վայրկյանով փակեք աչքերը, կապվեք Աստծո հետ։ Եթե չեք կարող փակել աչքերը, քանի որ մեքենա եք վարում կամ այլ գործունեությամբ եք զբաղվում, պարզապես համաձայնեք ձեր սրտի հետ, պարզապես ներքին ձայնով ասեք ամեն, պարզապես թույլ տվեք, որ ձեր հոգին համաձայնվի այս խոսքի հետ։ Եվ եթե այս աղոթքը խորապես խոսում է ձեզ հետ, եթե այն շատ պարզ առանց ճնշման շոշափում է ձեր կարիքի կետը, բաժանորդագրվեք այս ալիքին մեզ հետ քայլելու հզոր աղոթքի զորացնող խոսքի ավելի շատ պահերի մեջ։ Երբ բաժանորդագրվեք, դա կօգնի ալիքին հասնել այլ մարդկանց, ովքեր նույնպես հուսահատորեն կարիք ունեն հոգոր օգնության, գերբնական ազատագրման, իրական ազատագրման։ Դուք կլինեք Աստծո գործիքը, որպեսզի այս ուղերձը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Տեր, մենք հիմա խնդրում ենք քեզ, որ լիովին մաքրես մեր մտքերը բոլոր դիվային շեղումներից։ Հանգստացրու մեր սրտերը, որոնք վազում են անհանգստությունից։ Պատրաստիր մեր շուրջը հոգոր միջավայրը, որպեսզի այս աղոթքը արդյունավետ լինի։ Թող բոլոր չար միջամտությունները հեռացվեն հենց հիմա Հիսուսի արյան զորությամբ։ Թող ամեն ճնշող ներկայություն վտարվի Հիսուսի անվան իշխանությամբ։ Թող ամեն անհանգստացնող ոգի հանդիմանվի կապվի Հիսուս Քրիստոսի անունով։ Որովհետև մենք ընտրում ենք կամքի հավատքի գիտակցված գործողությամբ մեր հայացքը հառել քեզ վրա։ Մենք ընտրում ենք լիովին վստահել քո զորությանը։ Մենք ընտրում ենք ամուր հավատալ քո խոսքին։ Մենք ընտրում ենք լիովին ապավինել քո շնորհին։ Հայր, մենք ամուր ապավինում ենք այս հզոր աղոթքի հիմքում ընկած սուրբ Սաղմոսներին։ 91-րդ Սաղմոսը հստակորեն բացահայտում է, որ դու ապահով ապաստան ես անսասան ամրոց, մի Աստված, որին մենք կարող ենք լիովին վստահել, առանց հիասթափության վախի։
Այս Սաղմոսը հայտարարում է, որ դու կազատես մեզ թռչնորսի որոգայթից մահացու համաճարակից, դու կծածկես մեզ քո փետուրներով, քո թերի տակ մենք ապաստան կգտնենք։ Քո հավատարմությունը կլինի մեր վահանն ու պարիսպը, մենք չենք վախենա գիշերվա սարսափից, ոչ ցերեկը թռչող նետից, ոչ խավարում թափառող համաճարակից, ոչ կեսօրին կործանող համաճարակից, 1000-ը կարող է ընկնել մեր կողքին, 10,000-ը մեր աջ կողմում, բայց այն մեզ չի մոտենա։ 23-րդ Սաղմոսը բացարձակ վստահությամբ հայտարարում է, որ Տերը մեր հովիվն է, մենք ոչնչի պակաս չենք զգա, նա մեզ պառկեցնում է կանաչ արոտավայրերում, նա մեզ տանում է հանդարտ ջրերի մոտ, նա վերականգնում է մեր հոգիները, նա մեզ առաջնորդում է արդարության ճանապարհներով իր անվան համար, նույնիսկ եթե մենք քայլենք մահվան ստվերի հովտով, մենք չարից չենք վախենա, որովհետև դու մեզ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը, նրանք են մեզ մխիթարում։ Դու սեղան ես պատրաստում մեր թշնամիների ներկայությամբ, դու մեր գլուխները յուղով ես օծում, մեր բաժակը լիքն է։ Հիրավի, բարությունն ու ողորմությունը մեզ կհետեն մեր կյանքի բոլոր օրերին, մենք հավիտյան կբնակվենք Տիրոջ տանը։ 27-րդ Սաղմոսը համարձակորեն հռչակում է, որ Տերը մեր լույսն ու փրկությունն է, ուրեմն ո՞մից պիտի վախենանք։ Տերը մեր կյանքի զորությունն է, ուրեմն ո՞մից պիտի վախենանք։ Երբ չարագործները մեր դեմ ոտքի ելնեն մեզ կործանելու համար, նրանք են, որ սայթաքում ու ընկնում են։ Նույնիսկ եթե բանակը մեր դեմ բանակ դնի, մեր սրտերը չեն վախենա։ Նույնիսկ եթե պատերազմ բարձրանա մեր դեմ, նույնիսկ այդ դեպքում մենք վստահություն կունենանք։ 121-րդ Սաղմոսը անսասան հաստատակամությամբ հավաստիացնում է մեզ, որ մեր օգնությունը գալիս է Տիրոջից, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, որը իր ձեռքում է պահում ողջ զորությունը։ Նա թույլ չի տա, որ մեր ոտքերը սահեն։ Նա, ով հսկում է մեզ, չի քնելու։ Այո, նա, ով հսկում է Իսրայելին, ոչ քնելու է, ոչ էլ քնելու։ Տերը մեր պահապանն է, նա մեր ստվերն է մեր աջ կողմում։ Արը չի վնասի մեզ ցերեկը, ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը կպահպանի մեզ ամեն չարիքից, նա կպահպանի մեր հոգիները։ Տերը կպահպանի մեր գալն ու գնալը, հիմա հավիտյանս հավիտենից։ 46-րդ Սաղմոսը հզոր կերպով հիշեցնում է մեզ, որ Աստված մեր ապաստանն ու զորությունն է, ամենահաս օգնականը դժվարության, նեղության, հուսահատության, ամենամեծ կարիքի ժամանակ։ Հետաբար մենք չենք վախենա, նույնիսկ եթե երկիրը շարժվի, նույնիսկ եթե լեռները ծովի մեջտեղը տարվեն, նույնիսկ եթե նրա ջրերը գոռան ու փրփրեն։ Կա մի գետ, որի հոսքերը ուրախացնում են Աստծո քաղաքը։ Աստված նրա մեջ է, նա չի շարժվի։ Աստված կօգնի նրան լուսաբացին։ Եվ 18-րդ Սաղմոսը հստակորեն բացահայտում է, որ Տերը մեր ամուր անսասան ժայռն է, մեր անթափանց ապահով ամրոցը, մեր հզոր արդյունավետ ազատարարը։ Մեր Աստվածը, մեր ժայռը, որի մեջ մենք ապաստան ենք գտնում, մեր վահանը, մեր փրկության ուժը, մեր բարձր ապաստանը։ Մենք կանչում ենք Տիրոջը, որը արժանի է գովասանքի, մենք փրկվում ենք մեր թշնամիներից։ Աստծո խոսքի այս ամուր անսասան հիմքով, Սուրբ գրքի այս ամուր հավերժական հիմքով մենք այժմ աղոթում ենք օրինական հոգոր իշխանությամբ լիակատար վստահությամբ։ Տեր Աստված ամենակարող, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված, Աստված, որ երբեք չի փոխում իր խոստումները, որ երբեք չի ձախողվում իր խոսքում, որ երբեք չի լքում իր հավատարիմ զավակներին, մենք երկրպագում ենք քեզ մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով, մեր ամբողջ մտքով, մեր ամբողջ ուժով։ Դու սուրբ ես, սուրբ, սուրբ, եռակի սուրբ է զորքերի Տերը։ Դու հավատարիմ ես քո բոլոր խոստումներում, առանց բացառության։ Դու արդար ես քո բոլոր ճանապարհներում, առանց շեղման։ Դու Աստված ես, որ տեսնում է թաքնվածը, որ գիտի գաղտնիքը, որ տեսնում է անտեսանելին, որ գիտի, թե ինչ կա մարդու սրտում։ Դու գիտես այն, ինչ ոչ ոք չգիտի այս մարդու մասին, ով հիմա աղոթում է, փրկություն փնտրելով։ Դու տեսնում ես արցունքները, որոնք լուր թափվում են բարձի վրա, երբ ոչ ոք չի նայում, տունը լուռ է։ Դու լսում ես խորը հառաչանքները, որոնք չեն կարող դառնալ արտաբերվող բառեր։ Դու գիտես այն վախի կոնկրետ անունը, որը տանջում է ցերեկ ու գիշեր։ Դու գիտես այն ցավի ճշգրիտ հասցեն, որը ցավեցնում է հոգին։ Դու գիտես կրծքավանդակի սեղմման իրական պատճառը, որը խեղդում խլում է շունչը։ Եվ նույնիսկ այս ամենը Տեր, իմանալով ամբողջ ցավը, ամբողջ պայքարը, ամբողջ տառապանքը, դու չես հեռանում մեզանից։ Դու չես հեռանում տառապողներից։ Դու չես լքում կոտրված սրտեր ունեցողներին։ Ընդհակառակը, դու ավելի ես մոտենում կոտրված սրտեր ունեցողներին։ Դու ավելի ես մոտենում հոգով զղջացողներին։ Դու Աստված ես, որը ներկա է ցավի մեջ։ Դու Աստված ես, որը պահպանում է թուլության մեջ։ Դու Աստված ես, որը ազատագրում է գերությունից։
Դու Աստված ես, որը վերականգնում է ավերվածը։ Մենք բարձրացնում ենք քո փառավոր անունը յուրաքանչյուր անունից վեր, որը կարող է անվանվել, քանի որ քեզանից բացի ուրիշ Աստված չկա ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա։ Այլ անվան մեջ իսկական փրկություն չկա։ Քո անվանը համեմատելի կամ գերազանցող զորություն չկա։ Չկա ավելի մեծ, ավելի խորը, ավելի ուժգին, ավելի զոհաբերական սեր, քան քո սերը մեզ համար։ Հայր Հիսուս Քրիստոսի կենդանի Աստծո որդու, Աստծո գառան անունով, որը մորթվեց աշխարհի մեղքը քավելու համար, Հուդայի ցեղի առյուծի անունով, որը հաղթեց մահին, դժոխքին գերեզմանին, մենք հիմա լիովին բացում ենք մեր սրտերը քո առջ։ Ներիր մեր բոլոր մեղքերը, հայտնի անհայտ, խոստովանված չխոստովանված։ Ներիր մեր անմիտ խոսքերը, որոնք խորապես վիրավորել են մեր շրջապատի մարդկանց։ Ներիր մեր եսասիրական գործողությունները, որոնք ցավ տառապանք են պատճառել ուրիշներին։ Ներիր մեզ, երբ փորձում ենք ամեն ինչ լուծել մեր սեփական սահմանափակ ուժերով, մեր սեփական թույլ ձեռքով, մեր սեփական անկատար իմաստությամբ, հուսահատ շտապողականությամբ, կույր հուսահատությամբ, առանց նախապես փնտրելու քո իմաստուն առաջնորդությունը քո կատարյալ կամքը։ Ներիր մեզ, երբ մենք սնուցում ենք կործանարար անհանգստություն, քեզ լիովին վստահելու փոխարեն։ Ներիր մեզ, երբ մենք դառը վիրավորանքներ ենք կրում, փոխանակ ներելու, ինչպես մեզ ներվել են։ Ներիր մեզ, երբ մենք պահպանում ենք թունավոր վիրավորանքներ, փոխանակ ազատագրելու թողնելու։ Ներիր մեզ, երբ մենք մշակում ենք դառնություն, որը աղտոտում է փոխանակ ընտրելու ազատագրող խաղաղությունը։ Այսօր, այս սրբազան պահին, մենք բացարձակապես ամեն ինչ հանձնում ենք քո առջ, առանց վերապահումների, առանց պայմանների, առանց ոչինչ թաքցնելու։ Մենք հրաժարվում ենք յուրաքանչյուր գիտակցված կամ անգիտակից համաձայնությունից, կաթվածահար անող վախի հետ։ Մենք հրաժարվում ենք յուրաքանչյուր բացասական կործանարար ներքին երկխոսությունից, որն ասում է, որ դա չի աշխատի, որ ճանապարհ չկա, որ լուծում չկա, որ հույս չկա։ Մենք հրաժարվում ենք յուրաքանչյուր բացասական նախադասությունից, որը մեզ վրա հնչեցվել է մանկության տարիներին, ծնողների, ուսուցիչների կամ խնամողների կոշտ խոսքերով, պատանեկության տարիներին, հասակակիցների ընկերների ցավոտ մերժումներով, չափահասության տարիներին, կրկնվող ձախողումներով, խորը հիասթափություններով։ Տեր, հեռացրու մեզանից ամեն կեղծ մեղք, որը քեզանից չի գալիս, ամեն ստախոս դատապարտում, որը ճշմարիտ չէ, ամեն դիվային մեղադրանք, որը մաքուր սուտ է, մեր հոգիների թշնամուց։ Թող քո առատաձեռն անարժան ներողամտությունը լիովին մաքրի մեզ ամեն մի բիծից։ Թող քո առատաձեռն անսահման ներողամտությունը լիովին մաքրի մեզ ամեն անմաքրությունից։ Թող քո հզոր վերափոխող ներողամտությունը մեզ վերատեղադրի քո գերիշխան կամքի կատարյալ կենտրոնում։ Եվ որտեղ էլ որ մեր հոգիների թշնամին փորձել է շահագործել հոգոր բացթողումները, որտեղ էլ որ փորձել է շահագործել մարդկային թուլությունները, որտեղ էլ որ փորձել է դիվային ամրոցներ հաստատել, թող Հիսուս Քրիստոսի թանկարժեք, հզոր արդյունավետ արյունը հենց հիմա փակի յուրաքանչյուր մուտք, կնքի յուրաքանչյուր բացթողում, չեղյալ հայտարարի յուրաքանչյուր հոգոր օրինականություն։ Աստված, մենք համարձակորեն սուրբ հավատքով հոգոր իշխանությամբ հայտարարում ենք 91-րդ Սաղմոսը այս կյանքի մասին, որը հուսահատորեն փնտրում է փրկություն, այս տան մասին, որը շտապ պաշտպանության կարիք ունի։ Նա, ով բնակվում է Բարձրյալի ապաստանի տակ, կհանգստանա Ամենակարողի ստվերում։ Ես կասեմ Տիրոջ մասին. Նա է իմ ապաստանը, իմ ամրոցը, իմ Աստվածը, որին ես վստահում եմ։ Դու մեր բացարձակապես անսասան ապաստանն ես։ Դու մեր լիովին անթափանց ամրոցն ես։ Թող չար թշնամու կողմից մեզ դեմ արձակված յուրաքանչյուր թունավոր մահացու նետ հենց հիմա չեզոքացվի Հիսուս Քրիստոսի արյան զորությամբ։ Թող գաղտնի խավարում, հոգոր թաքստոցներում պատրաստված յուրաքանչյուր դիվային թակարդ լիովին բացահայտվի Աստծո թափանցող լույսով, լիովին չեղյալ հայտարարվի Սուրբ Հոգու անսահմանափակ զորությամբ։ Թող նախանձոտ չարամիտ բերանի կողմից ասված յուրաքանչյուր անիծյալ խոսք անմիջապես չեղյալ հայտարարվի։ Թող չար աչքերով մեզ նայող բոլոր կործանարար նախանձները լիովին կուրանան Աստծո փառքով։ Թող մեր դեմ ուղված յուրաքանչյուր չար աչք լիովին կորցնի իր ուժն ու զորությունը։ Թող մեր ընտանիքի դեմ մշակված յուրաքանչյուր չար ծրագիր ամբողջությամբ ընկնի գետնին, առանց որևէ ազդեցության։ Տեր, անմիջապես ուղարկիր քո հզոր մարտական հրեշտակներին այս մարդու շուրջը, ով հուսահատորեն աղաղակում է աստվածային օգնություն, ամբողջությամբ շրջապատիր տան արջի հետի դռները, հերմետիկորեն փակիր ննջասենյակի հյուրասենյակի բոլոր պատուհանները։ Ռազմավարականորեն շրջապատիր աշխատավայրը, որտեղ նա անցկացնում է օրվա երկար ժամերը, զգուշորեն շրջապատիր այն արահետը, որով նա ամեն օր անցնում է վտանգավոր փողոցներով, սիրով շրջապատիր ընտանիքի յուրաքանչյուր թանկարժեք անդամին, յուրաքանչյուր սիրելի զավակին։
Յուրաքանչյուր ամուսնուն, յուրաքանչյուր սիրելիին, թող չարը պարզապես չգտնի մուտք, ոչ մի հոգոր ճեղք, ոչ մի հնարավոր մուտք, թող Աստծո գերբնական խաղաղությունը, որը գերազանցում է բոլոր մարդկային հասկացողությունները, մշտապես երկարատ հաստատվի այս կյանքում այս տանը։ Հիմա, սիրելի ողորմած Հայր, Հիսուս Քրիստոսի Նազարեթցու հզոր, Սուրբ Փառավոր անունով, մենք ուղղակիորեն անցնում ենք այս լարված հոգոր պատերազմի աղոթքի կենտրոնական էական կետին, վերջնականապես ընդմիշտ խզել այս թանկարժեք կյանքի դեմ դաժանորեն հաստատված յուրաքանչյուր չար կապ։ Եթե կա որե տեսակի հոգոր կապ, որը անտեսանելի է բնական աչքի համար, բայց չափազանց իրական է հոգոր աշխարհում, որը հոգոր շղթա, որը չի երում ֆիզիկական աչքերով, բայց կարող է խորը զգացվել հոգու մեջ, որը դիվային չար հանգույց, որը կապում է այս սիրելիին հուզական ցավի կրկնվող կործանարար ցիկլերի, բարոյական անկման չարագործ ձերի, կյանքը քայքայող թունավոր կործանարար հարաբերությունների, ազատությունը գողացող գերիշխող ստրկացնող կախվածությունների, մահվան կործանման ինքնասպանության մշտական մտքերի, մշտական խեղդող մտավոր ճնշման, անվերջանալի խորը դեպրեսիայի, մենք անսասան հավատքով օրինական հոգոր հեղինակությամբ խնդրում ենք. խզեք այն ամբողջությամբ հիմա, ամենակարող Տեր Փրկիչ։ Վերջապես անդառնալիորեն կոտրեք դիվային կապերը, որոնք ստեղծվել են այս կյանքի նկատմամբ բացասական հոգոր իշխանություն ունեցող մարդկանց կողմից ասված անեծքների միջոցով, լինեն դրանք ծնողներ, տատիկ, պապիկներ, կոռումպացված կրոնական առաջնորդներ, թե ազդեցիկ մարդիկ։ Բռնիորեն անողոք կերպով կոտրեք չար կապերը, որոնք ստեղծվել են համար դաժան նախանձի անընդհատ ու անողոք հոգոր հալածանքների միջոցով։ Լիովին արմատապես կոտրեք ավերիչ կապերը, որոնք ստեղծվել են չարաշահող հուզական մանիպուլյացիայի այլասերված հոգեբանական վերահսկողության միջոցով։ Անմիջապես ընդմիշտ կոտրեք այն կոնկրետ դիվային կապերը, որոնք խոչընդոտում են խոստումնալից մասնագիտական ուղիներին համակարգված կերպով խոչընդոտում աճի առաջընթացի օրինական հնարավորություններին։ Արմատապես վերջնականապես կոտրեք դաժան չար կապերը, որոնք համակարգված կերպով գողանում են կյանքի իրական ուրախությունը, որոնք դաժանորեն գողանում են անհրաժեշտ վերականգնողական քունը, որոնք անողոք կերպով գողանում են ապագայի հիմնարար հույսը։ Լիովին առանց որե մնացորդ թողնելու կոտրիչ դիվային կապերը, որոնք բերում են մշտական կռիվներ, առանց ակնհայտ կամ տրամաբանական պատճառի, անբացատրելի անհանգստացնող խառնաշփոթ տանը, շարունակական ուժասպառ հուզական լարվածություն կարոր հարաբերությունների վրա։ Վերջապես ընդմիշտ կոտրեք կեղծ կրոնական կապերը, որոնք առաջացնում են խորը առաջադեմ հոգոր հուսահատություն, աստիճանական օտարացում, Աստծուց եկեղեցու լքվածություն։ Հզոր Տեր, որտեղ կա թվացյալ անխորտակելի երկաթե հոգոր շղթա, տեղադրեք գերբնական հրաշալի ազատագրում։ Որտեղ կա չափազանց ամուր հուզական հանգույց, տեղադրեք աստվածային վիրաբուժական կտրվածք։ Որտեղ կա ամուր հաստատված մտավոր բանտ, տեղադրեք հրաշալի անսպասելի ելք։ Որտեղ կա սերունդների հին հոգոր գերություն, տեղադրեք հզոր լիակատար փրկություն։ Հիսուս Քրիստոսի Սուրբ հզոր անունով մենք մարգարեաբար հեղինակավոր կերպով հայտարարում ենք, որ յուրաքանչյուր չար կապանք, առանց բացառության, հենց հիմա լիովին վերածվում է Աստծո անսահմանափակ անհաղթահարելի զորությամբ։ Մենք համոզվածությամբ հայտարարում ենք, որ յուրաքանչյուր հոգոր շղթա բռնի կերպով կոտրվում է։ Մենք համարձակորեն հայտարարում ենք, որ յուրաքանչյուր բանտ գերբնականորեն բացվում է։ Մենք հավատքով հայտարարում ենք, որ յուրաքանչյուր գերություն վերջնականապես վերացվում է։ Սուրբ արդար Հայր, մենք նույնպես խորը համոզմամբ հայտարարում ենք 23-րդ Սաղմոսը այս կյանքի մասին, որը ծարավ է իրական վերականգնման համար, Տերը մեր անձնական ուշադիր հովիվն է, մեզ համար բացարձակապես ոչինչ էական չի պակասի։ Արդարությամբ քայլողներին ոչինչ անհրաժեշտ չի զրկվի, առաջնորդեք այս սիրելի մարդուն առատ առատաձեռն պաշարների կանաչ արոտավայրերով, նրբորեն առաջնորդեք նրանց դեպի խորը երկարատ խաղաղության հանդարտ ջրերը։ Լիովին վերականգնեք այդքան շատ մարտերից վիրավորված հոգին։ Այդքան շատ պայքարից հոգնած հոգին, այդքան շատ հիասթափություններից կոտրված հոգին, վերականգնող Տեր, առատաձեռնորեն վերականգնեք մեր խնդրանքից կամ պատկերացումից այն կողմ, ինչը դաժանորեն ծախսվել է դժվար ցավոտ տարիների ընթացքում, վերականգնեք հավատքը, որը խիստ ցնցվել է կրկնվող հիասթափություններից, վերականգնեք քաջությունը, որը համակարգված կերպով խաթարվել է կատվածահարող վախերի կողմից, վերականգնեք հոգին, որը լիովին ոչնչացվել է նվաստացուցիչ անհաջողությունների պատճառով։ Վերականգնեք սրտի մաքրությունը, որը աստիճանաբար աղտոտվել է ապականված աշխարհի կողմից, վերականգնեք ապագայի պարզ տեսլականը, որը բռնի կերպով գողացվել է խեղդող ներկայի հուսահատության կողմից։ Նույնիսկ երբ նա անխուսափելիորեն ստիպված լինի անցնել մահվան ստվերի մութ ու սարսափելի հովիտով, թող նա չվախենա չարից, չվախենա թշնամուց, չվախենա հանգամանքներից, որովհետև դու անընդհատ հավատարմորեն նրա հետ ես։
Թող քո անվիճելի իշխանության գավազանը հայրական խնամքի քո գավազանը խորապես մխիթարեն նրան իր էության խորքում։ Թող քո ամուր ուժեղ ձեռքը անընդհատ աջակցի նրան ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին։ Հավերժական Տեր Աստված, եղիր հզոր թափանցող լույս նրանց մտքում, ովքեր լիովին շփոթված են կորած մտքերի մեջ։ Եղիր բացահայտող լուսավորող լույս նրանց համար, ովքեր ամբողջովին շրջապատված են կատվածահար անող կասկածներով, անվերջ հարցերով։ Եղիր ազատագրող վերափոխող լույս նրանց համար, ովքեր անընդհատ սպառնալիք հալածանք են զգում անտեսանելի ուժերի կողմից։ Տերը մեր պայծառ ու ճառագայթող լույսն է, մեր ամբողջական ու կատարյալ փրկությունը, ուրեմն ո՞մից պետք է վախենանք։ Բացարձակապես ոչ մեկից այս աշխարհում կամ հոգոր աշխարհում։ Տերը մեր կյանքի անթափանց անսասան ամրոցն է, ուրեմն ո՞մից պետք է վախենանք։ Ոչ մեկից այս արարած աշխարհում։ Թող կատվածահարող խեղդող վախը անմիջապես լքի այս կյանքը, Հիսուսի անունով։ Թող իռացիոնալ խեղդող խուճապը լիովին հեռանա, երբեք չվերադառնա։ Թող անհանգստացնող սարսափելի գիշերային սարսափները կորցնեն այս մարդու վրա ողջ հոգոր իշխանությունը։ Թող յուրաքանչյուր կրկնվող մոլուցքային միտք գերբնականորեն ընդհատվի, չեղյալ հայտարարվի։ Թող յուրաքանչյուր մշտական ծանր մտավոր ճնշում ընդմիշտ վերացվի, երբեք չվերադառնա։ Թող անխուսափելի վտանգի յուրաքանչյուր անհանգստացնող զգացողություն ամբողջությամբ փոխարինվի անսասան վստահությամբ ամենազոր Աստծո նկատմամբ, որը վերահսկում է ամեն ինչ։ Սիրելի պաշտպան Հայր, մենք հիմա մեր կարիքավոր աչքերը բարձրացնում ենք դեպի հավերժական լեռները, դեպի քո փառավոր շնորհի ողորմության գահը։ Մեր արդյունավետ օգնությունը գալիս է բացառապես Տիրոջից, որը վեհաշուկ կերպով ստեղծեց երկինքն ու երկիրը, դրանց մեջ եղած ամեն ինչ։ Զգուշորեն ուշադիր պահպանեք այս մարդու մուտքն ու ելքը օրվա գիշերվա բոլոր ժամերին։ Ուշադիր եռանդուն հետեք, երբ նրանք բացահայտվում են սպառնալիքներով լի վտանգավոր փողոցում։ Հավատարմորեն անընդհատ պահպանեք նրանց, երբ նրանք հանգստանում են տանը իրենց ընտանիքի հետ։ Այն անընդհատ անխափան պահպանում է, երբ խոցելի են, գիշերը քնում են մթության ժամերին։ Այն եռանդուն զգուշորեն պահպանում է, երբ օրվա ընթացքում զբաղված է աշխատանքային գործունեությամբ։ Տեր, պաշտպան, ամբողջությամբ ազատիր մեզ քաոսային երթեկության ողբերգական մահացու վթարներից։ Ամբողջությամբ ազատիր մեզ շտապողական սխալ որոշումներից, որոնք կարող են սարսափելի հետանքներ բերել։ Բացարձակապես ազատիր մեզ խաբեբա դավաճան մարդկանցից, ովքեր մոտենում են թաքնված նպատակներով։ Վերջապես ազատիր մեզ մոլորեցնող առաջարկներից, որոնք թվում են լավ, բայց բերում են ֆինանսական հոգոր թակարդներ։ Թող քո հրեշտակային պահապանը երբեք չդադարի, ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Թող քո պաշտպանիչ հզոր ձեռքը միշտ մեկնված լինի այս թանկարժեք կյանքի վրա։ Հզոր ողորմած Աստված, դու բացարձակապես անվտանգ ապաստան ես, լիովին անսասան ամրոց, շատ ներկա արդյունավետ օգնական, խեղդող տառապանքն ու կատվածահարող հուսահատությունը հաղթահարելու համար։ Հետաբար, մենք հայտարարում ենք ամենայն համոզմամբ վստահությամբ, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը դողաբռնի կերպով, նույնիսկ եթե բոլոր հայտնի կառույցները թվան լիովին անկայուն փլուզման եզրին, մենք կմնանք բացարձակապես հաստատուն քո մեջ, մեր հավերժական ժայռի մեջ։ Տեր, խորապես ընդմիշտ կայունացրու այս մարդու խանգարված անհավասարակշիռ զգացմունքները։ Ամբողջությամբ վերացրու այն սարսափելի տանջալից զգացողությունը, որ նրանք ցանկացած պահի կարող են փլուզվել։ Ամբողջությամբ վերացրու նրանց կրծքավանդակի ճնշող ծանրությունը, որը դժվարացնում է շնչառությունը, առաջացնում խեղդում։ Անպայման վերացրու նրանց ստամոքսի սարսափելի տառապանքը, որը խլում է նրանց ախորժակը, առաջացնում սրտխառնոց։ Արմատապես վերացրու նրանց մտքի վրա անտանելի ճնշումը, որը խանգարում է պարզ դատողությանը, որոշումների կայացմանը։ Նրբորեն շնչիր քո մխիթարական Սուրբ Հոգին, վերականգնիր վաղուց կորցրած հանգստությունը։ Վերստին ծլի անբարենպաստ հանգամանքների կողմից գողացված հանգստությունը։ Վերստին ծաղկեցրու թշնամու հարձակումների կողմից ոչնչացված հանգստությունը։ Թող Աստծո գերբնական խաղաղությունը, որը լիովին գերազանցում է մարդկային բոլոր հասկացողություններն ու բնական տրամաբանությունը, մշտապես պահպանի զգայուն սիրտը, անհանգիստ միտքը մեր Տեր Հիսուս Քրիստոսում։ Տեր, դու մեր ամուր անսասան ժայռն ես, անթափանց բացարձակապես անվտանգ ամրոց, հզոր արդյունավետ ազատարար բոլոր իրավիճակներում։ Դու Աստված ես, որ ազատում ես անհնարին թվացողից։ Դու Աստված ես, որ կոտրում ես անխորտակելի շղթաները, որոնք թվում են հավերժական։ Եթե կա անարդար դաժան հալածանք, ազատիր հիմա քո հզոր ձեռքով։ Եթե կա բացահայտ անարդարություն, որը աղաղակում է դեպի երկինք, բեր աստվածային կատարյալ արդարություն։
Եթե կա չարամիտ զրպարտություն, որը կործանում է հեղինակությունը, բացահայտիր ամբողջ թաքնված ճշմարտությունը։ Եթե կա լարված հոգոր պատերազմ, բեր ամբողջական ճնշող հաղթանակ։ Բարձրացրու այս ընկած մարդուն որպես մեկը, ով անպայման չի ջախջախվի կյանքի անբարենպաստ հանգամանքներից։ Բարձրացրու ցեխոտ գետնից նրանց, ովքեր ցավոտ ընկել են վիրավորվել։ Հանիր խորը փոսից նրանց, ովքեր թաղված են թվացյալ անլուծելի խնդիրների մեջ։ Տուր նոր թարմ շունչ, ճանապարհը շարունակելու համար։ Տուր նոր գերբնական ուժ, դիմակայելու գալիք մարտահրավերներին։ Հայր, Հիսուս Քրիստոսի զորեղ անունով, մենք նա քո շնորհի գահի առջ ենք ներկայացնում ամբողջ տունը, բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են դրանում, ամբողջ ընտանիքը իր բոլոր անդամներով, բոլոր կարևոր նշանակալից հարաբերությունները։ Թող բոլոր կործանարար ցավոտ վեճերը անմիջապես լքեն այս օրհնյալ տունը։ Թող յուրաքանչյուր կոպիտ վիրավորական խոսք փոխարինվի քնքշությամբ վերականգնող շնորհով։ Թող բաժանման յուրաքանչյուր չար ոգի ամբողջությամբ ընկնի գետնին, առանց զորության։ Տեր, տանը տեղադրիր ուժեղ մշտական հրեշտակային պաշտպանություն։ Թող ընտանեկան միջավայրը լինի հոգորապես թեթ հաճելի։ Թող Աստծո ակնհայտ ներկայությունը մշտապես բնակվի այնտեղ, բերելով խաղաղություն։ Եթե ընտանիքում կա որևէ մեկը, որը տառապում է լուրջ հուզական կամ հոգեկան հիվանդությունից, այցելեք խորը վերականգնող բուժմամբ։ Եթե կա որևէ մեկը, որը պայքարում է խորը տխրության կլինիկական դեպրեսիայի դեմ, այցելեք նորացված հույսով վերականգնված ուրախությամբ։ Եթե կա որևէ մեկը, ով հեռացել է ճշմարիտ հավատքից Աստծո ճանապարհներից, կանչեք նրան իդ անվերապահ սիրով անսահման ողորմածությամբ։ Ողորմած կարեկից Տեր, դիպչիր հիմա հատկապես այս մարդու ֆիզիկական մարմնին անհանգիստ մտքին, ով այդքան շատ է տառապում։ Եթե կա քրոնիկ մշտական անկնություն, որը խլում է անհրաժեշտ հանգիստը, բեր խորը խաղաղ վերականգնողական քուն։ Եթե գիշերները տանջում են կրկնվող սարսափելի մղձավանջներ, բեր լիակատար հանգիստ մխիթարական խաղաղության երազներ։ Եթե կա կաթվածահարող ընդհանրացված անհանգստություն, որը խանգարում է նորմալ կյանքին, բեր աստվածային գերբնական հանգստություն։ Եթե կա վախից առաջացող անհանգստացնող տախիկարդիա, որը արագացնում է սիրտը, բեր գերբնական ինքնատիրապետում հուզական վերահսկողություն։ Եթե կա անբացատրելի ծայրահեղ հոգնածություն, որը չի անցնում հանգստի հետ, լիովին վերականգնիր ֆիզիկական, հուզական հոգոր ուժը։ Թող հասպար շնչառությունը լիովին հանգստանա։ Թող լարված ուսերը խորը թուլանան։ Թող մարմինը հասկանա, որ լիովին անվտանգ է քեզ մոտ։ Մենք այժմ մարգարեաբար հայտարարում ենք, որ այս գալիք գիշերը բոլորովին տարբեր կլինի նախորդ տանջանքների գիշերներից։ Սկսվող այս նոր շրջանը արմատապես կտարբերվի անցած տառապանքի շրջանից։ Որովհետև ամենակարող Աստված գործում է հզորորեն հենց հիմա, այս պահին։ Ես անձամբ հայտարարում եմ Հիսուս Քրիստոսի անունով։ Ես բացարձակապես մենակ չեմ այս դժվարին պայքարում։ Աստված մշտապես ինձ հետ է յուրաքանչյուր մարդում։ Իմ դեմ խավարում կրված ոչ մի զենք ոչ մի կերպ չի հաջողի։ Տերը իմ բացարձակապես անվտանգ ապաստանն է, իմ լիովին անսասան ամրոցը։ Չարության յուրաքանչյուր չար կապ բռնի կերպով կոտրվում է հենց այս պահին։ Իմ տունը հավատարմորեն պահպանում են Տերն ինքը նրա հրեշտակները։ Իմ միտքը լիովին կնորոգվի Սուրբ Հոգով։ Ես երախտագիտությամբ ստանում եմ գերբնական խաղաղություն, Աստծուց հստակ ուղղորդում լիակատար ազատագրում բոլոր ճնշումներից։ Հայր, ողորմածաբար հաստատիր այս հզոր աղոթքը, խաղաղության ակնհայտ նշաններով տանջված սրտում։ Հաստատիր այն տեսանելիորեն, հնարավորության դռներով, որոնք գերբնականորեն բացվում են այնտեղ, որտեղ ամեն ինչ փակ էր։ Հաստատիր այն հստակորեն, հավատքով ասված աղոթքների կոնկրետ պատասխաններով։ Հաստատիր այն շոշափելիորեն, շոշափելի թեթացմամբ, այդքան տառապած ճնշված սրտում։ Տեր, շատ շնորհակալ եմ քեզ, որ միշտ ուշադիր լսում ես քո զավակների անկեղծ աղոթքը։ Շնորհակալ եմ քեզ, որ քո անսահմանափակ զորությունը երբեք չի ձախողվում ոչ մի պարագայում։ Շնորհակալ եմ քեզ, որ քո սուրբ խոսքը կենդանի է, արդյունավետ ավելի սուրբ, քան ցանկացած սուր։ Մենք խորապես հավատում ենք, որ Տերը գործում է հենց հիմա, նույնիսկ անտեսանելի աշխարհում, որտեղ մեր աչքերը չեն կարող հասնել։ Եվ եթե այս աղոթքը խորապես դիպչել է ձեր կարիքավոր սրտին, եթե այն ճիշտ է արտահայտվել ձեր իրավիճակի համար, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չպաս թողնեք հաջորդ հզոր աղոթքներն ու իրական զորացման խոսքերը, որոնք կարող են վերափոխել ձեր կյանքը։ Այս կերպ դուք նա օգնում եք այլ հուսահատ մարդկանց գտնել այս ազատագրական բովանդակությունը հենց այն ժամանակ, երբ նրանք ամենաշատն են կարիք ունենում հույսի հավատքի խոսքի։
Սիրելի հավիտենական Հայր, մենք վստահորեն այս թանկարժեք կյանքը դնում ենք քո կարող սիրող ձեռքերի մեջ։ Թող Տիրոջ առատ օրհնությունը լիովին իջնի նրա վրա ամենուրեք։ Թող խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն, մշտապես իջնի նրա վրա, պահպանի նրա սիրտը։ Թող հրեշտակային պաշտպանությունը մշտապես լինի նրա վրա, ամեն քայլափոխի։ Թող Աստծո նախախնամությունը երբեք չպակասի նրա տանը։ Թող աստվածային բուժումը հասնի յուրաքանչյուր տարածքի, որը վերականգնման կարիք ունի։ Թող լիակատար ազատագրումը հաստատվի հիմա հավիտյանս հավիտենից։ Հիսուս Քրիստոսի, կենդանի Աստծո որդու հզոր անունով, ամեն ամեն։